Համենայն դեպս Նեպտունը ձեր բարեկամական նշանի մոլորակն է, նոր ծրագրերի մեկնարկ կարող է լինել, բայց նրանք ովքեր առաջին տասնօրյակում են ծնվել, մոտավորապես դա հունիսի 22-ի մոտակայքում մինչ հուլիսի 1 ծնվածները դուք որոշ դժվարությունների առաջ կարող եք կանգնել, ձեզ համար դժվար կլինի Սատուրնի եւ Նեպտունի մուտքը խոյի կենդանակերպ, նոր իրողություններին դժվար կհամարվեք, ինչպես խոյերը, խեցգետիները, կշեռքը, այնպես էլ այծեղջյուրները, որոշակի սահմանափակումներ կարող են լինել, սահմանափակումներ այն առումով, եթե որ ծրագրեր ունեք, որոնք պետք է իրականացնեք, ապա կարող եք չհասցնել, որովհետև ճիշտ չեք գնահատել ժամանակը, ուստի ուշադիր եղեք, ամբողջ ամառվա ամիսները ձեզ համար փորձաշրջան կարող է լինել, այս տարի կարծես փորձաշրջան է, որտեղ մոլորակները մուտք են գործելու, ծանոթանալու են, հետո հետ են գնալու, հարաբերությունները կարող են լարվել հայ ծնողի կամ ղեկավարի հետ, իսկ դրա համար դուք պետք է ունենաք համբերություն, մոտավորապես 1-2 տարուց այդ խնդիրները կարող են ասել եւ կարող եք կառուցել ձեր կյանքը ըստ ձեր ապագան, ձեր կարիերան, ըստ ձեր ցանկության, բայց դրա համար պետք է կարողանաք ճիշտ որոշում ընդունել։ Անցնենք առաջ, սիրելի առույցներ, առույցների դեպքում, եթե մենք դիտարկում ենք, 9-րդ տունն է, Նեպտունը եւ Սատուրնը 9-րդ տուն են մուտք գործելու, խավարումները 9-րդ տանն են լինելու, իսկ 9-րդ տունը դա բարձրագույն կրթությունն է, դա ճանապարհորդություններն են օտարերկրյա, նոր ծանոթություններն են, շատ բարենպաստ է նրանց համար, ովքեր տուրիզմով են զբաղվում, ովքեր ճանապարհորդում են, պրոֆեսորադասախոսական կազմում նրանք, ովքեր ընդգրկված են այդ շարքերում, նոր ծրագրեր կամ բուհական այդ շրջանակներում, հնարավոր է, որ ժամաքանակը ավելանա, կարող են ձեզ գործուղել եւ ուսուցման եւ դասընթացները վարելու, ուղղակի ակտիվ գործունեություն եւ եթե դուք գտնվում եք արտերկրում կամ որոշել եք մեկնել արտերկիր, անսպասելի արագ այդ ամենը կարող են տեղի ունենալ, դուք չեք էլ պատկերացնի, թե որքան հեշտ կլինի եւ որքան արագ կարող եք հաղթահարել ձեր խնդիրները, ինչեւէ 9-րդ տունը արտերկրի տունը ամենաբարի տունն է, օգտվեք տիեզերքի կողմից տրված հնարավորություններից, կառուցեք ձեր կյանքը, կրթվեք, ճանապարհորդեք եւ ստացեք հաճույք ձեր իսկ կյանքից։ Սիրելի կույսեր, ձեր 8-րդ տանն է տեղի ունենալու այդ գործողությունները, սուր պայքար, ճգնաժամային իրավիճակներ, գործընկերների, զուգընկերների կողմից տված եկամուտներն են, ներդրումներն են, պետք է ուշադիր լինեք, որ այդ ամենը կարողանաք կարգավորեք, ակտիվ